Լրատվական ռադիոն ներկայացնում է։ Դե գիտես ինչ որ եղել է, Թուրքից մեկը չես կարա հող վերցնես, պայմանագրերը կան, սահմանը գծված է եւ այն եւ այլն։ Իսկ թուրքը ընդհանրապես այդպես չի մտածի, անգամ եթե ինքը ինչ որ իրավացի չի, իրավունք չունի այդ դեպքում, ինքը պահանջում է այն, ինչ որ իրեն պետք է։ Թեև վերջին տարիներին Թուրքիան իր այսպես կոչված կարմիր գրքից, այսինքն Թուրքիային սպառնալիք հանդիսացող կամ թշնամի հանդիսացող երկրների ցանկից հանել է Հայաստանի Հանրապետության անունը, սակայն ազգային անվտանգության ուրեմն կառույցում կա հենց մի հատուկ բաժին ուղղվածություն, որը հենց ուղղված է հայկական հարցի դեմ եւ ըստ իրենց այսպես կոչված հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ։ Արդյոք սա ուղղակի ներքին լսարանին ուղղված այսպիսի ուղղված քաղաքականություն է, որ Թուրքիան, այսպես ինչպես նշել են քաղաքական գործիչներից մեկը, որ շրջապատված է 3 ծովերով եւ 4 թշնամիներով, բոլորը թշնամի են, բոլորը ուզում են Թուրքիայի մասնատմանը եւ մենք պետք է համախմբվենք եւ պայքարենք արտաքին թշնամիների դեմ, այսինքն ազգային կոնսոլիդացիային է ուղղված, թե իրոք մտավախություն ունեն, որ վաղ թե ուշ կհաստատվի ճշմարտությունը, այսպես արդարությունը եւ միջազգային իրավահամակարգի հիման վրա Թուրքիան կմասնատվի։ Հաղորդումն ամբողջությամբ հասանելի է լրատվական ռադիոյի բաժանորդներին։ Բաժանորդագրվեք 1, 6 կամ 12 ամսով եւ ստացեք այս եւ բոլոր մնացած մեր ռադիոհաղորդումները նաեւ դիտելու հնարավորություն։ Բաժանորդագրությունից առաջացող հասույթը լրատվական ռադիոյի ֆինանսական անկախության եւ խոսքի ազատության երաշխիքն է։